Վերջին շաբաթներին Իրանը կրկին հայտնվել է ներքաղաքական լուրջ ցնցումների կենտրոնում, թեև իշխանությունները փորձում են իրավիճակը ներկայացնել որպես վերահսկելի, զարգացումները ցույց են տալիս, որ Իրանը կանգնած է համակարգային ճգնաժամի նոր փուլում, եթե չասենք քաղաքացիական պատերազմի շեմին։ Սկզբնական շրջանում բողոքներն արտահայտում էին հիմնականում սոցիալ-տնտեսական դժգոհություն, բարձր գնաճ, ազգային արժույթի շարունակական արժեզրկում, գործազրկություն եւ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում։ Սակայն կարճ ժամանակում պահանջները վերածվեցին քաղաքական կարգախոսների ուղղված պետական կառավարման մոդելի փոփոխության եւ իշխանությունների պատասխանատվության հարցերին։ Ցույցերը ընդգրկվել են ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև խոշոր եւ միջին քաղաքներ, ձևավորելով համազգային շարժման պատկեր։ Իրանի իշխանությունների հիմնական արձագանքը կոշտ է եւ ուժային։ Իրավապահ մարմինները լայնորեն կիրառում են հատուկ միջոցներ ցրելով ցույցերը, ձերբակալելով հարյուրավոր, ըստ որոշ աղբյուրների հազարավոր քաղաքացիների։ Հաղորդվում է նաև հարյուրավոր զոհերի եւ բազմաթիվ վիրավորների մասին, թեև պաշտոնական տվյալները հաճախ սահմանափակ են կամ հակասական։ Զուգահեռաբար ուժեղացվել է տեղեկատվական վերահսկողությունը, ժամանակավորապես սահմանափակվել կամ խափանվել է ինտերնետ հասանելիությունը, փակվել են հաղորդակցման որոշ հարթակներ։ Այս քայլերը նպատակ ունեն կանխել բողոքի շարժման կազմակերպումն ու արտաքին տեղեկատվական հոսքերի մուտքը երկիր։ Բողոքի ալիքի առանցքային պատճառներից մեկը Իրանի երկարատև տնտեսական ճգնաժամն է, միջազգային պատժամիջոցները, ներդրումների պակասը, կառավարման համակարգի արդյունավետության խնդիրները եւ կոռուպցիայի ընկալումը խորացրել են սոցիալական անհավասարությունը։ Բնակչության զգալի հատվածի համար նվազել է գնողունակությունը, իսկ սոցիալական պաշտպանությունը չի բավարարում իրական կարիքներին։ Տնտեսական դժգոհությունները դարձել են քաղաքական դժգոհության կատալիզատոր, վերածվելով ավելի լայն վստահության ճգնաժամի իշխանությունների հանդեպ։ Պաշտոնական Թեհրանը բողոքները հաճախ ներկայացնում է որպես արտաքին ուժերի ներգրավմամբ կազմակերպված գործողություններ, ուղղված երկրի ապակայունացմանը, փորձելով համախմբել իրենց կողմնակիցներին եւ նվազեցնել բողոքների լեգիտիմությունը։ Իրանի ներքին անկայունությունը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային անվտանգային միջավայրի վրա, հատկապես հաշվի առնելով երկրի դերակատարությունը Մերձավոր Արևելքում։ Իրանում ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ երկիրը բախվում է ոչ միայն կարճաժամկետ սոցիալական բողոքների, այլև խորքային համակարգային մարտահրավերների։ Բողոքի ակցիաների ապագան մեծապես կախված է իշխանությունների ընտրացուղուց շարունակել կոշտ ճնշումները, թե փորձել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների միջոցով նվազեցնել հասարակական լարվածությունը։ Ակնհայտ է մեկ բան՝ Իրանի ներքին գործընթացները մտել են որոշիչ փուլ, որի հետևանքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ թե երկրի ներսում, թե տարածաշրջանային մակարդակում։